Նկողներից գողության դեպքերը որպես կանոն ավելանում են հատկապես աշնանն ու ձմռանը։ Գողն էլ գիտի, թե տարվա որ եղանակին որտեղից ինչ կարելի է թռցնել։ Մարդիկ ձմռանն ընդառաջ ու ձմռան համար պահածոներ ու սննդամթերք են պահեստավորում։ Սեպտեմբերի 26-ին ոստիկանության Արտաշատի բաժնի աշխատակիցները նման մի դեպք գրանցեցին։ Մարքսի փողոցում ծառայություն իրականացնելիս նկատեցինք քաղաքացու, որի ուսին կար պարկ։ Վերջինս կասկածելի վարքագիծ էր դրսևորում, նրա անձը ճշտելու համար հրավիրեցինք ոստիկանության Արտաշատի բաժին։ Պարզվեց, որ վերջինս հանդիսանում է Արտաշատ քաղաքի բնակիչ Վարդան Միլիտոսյանը։ Նա ներկայացրեց պարկի պարունակությունը եւ ասաց, որ պարկում եղած սննդամթերքը եւ մալուխները պատկանում են իրեն։ Վարդանի պատասխանը հավատ չէր ներշնչել։ Ոստիկանները շարունակել էին հարցուփորձը եւ մինչ Միլիտոսյանը կպատասխաներ, ոստիկանության Արտաշատի բաժին էր դիմել մի քաղաքացի, ում նկուղից գողություն էր կատարվել։ Քաղաքացին Իսակովի փողոցի բնակիչ էր։ Իրավապանները մեկնել էին նշված հասցե, ուսումնասիրել տարածքը։ Անայտ անձը գիշերը կոտրել էր շենքի հետնամասում գտնվող պահեստարանի դռան կողպեքը, ներս մտել ու հափշտակել սննդամթերք, պղնձյա հաղորդալարեր, գործիքներ, ինչը ոստիկանները տեսել էին Վարդանի պարկում։ Միլիտոսյանը դեռ բաժնում էր, փաստերն էլ խոսուն էին եւ նրան կատարածը խոստովանելուց բացի ոչինչ չէր մնում։ Տնից մի դուս եկա, գլուխը սարը այտենց գնացի, ուղիղ գնացի, որտեղ ոտերս տարամ նա գնացի։ Հասամ բաներ, շենքեր, մեր շոկել կար էտե գցած։ Ես տես ընդ մտքովս անցավ էլի։ Ես բացեցի, բացված մտա ներս։ Տենց ինչ աշկս տեսավ էլի։ Փաստի արդիվ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքից բացահայտվել է 9, գողության 8 դեպքից 5-ը, բացահայտվել է կաշառակերության 2, յուրացման եւ մաքսանենգության 1-ական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 4-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2014 թվականի սեպտեմբերի 27-ին Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող Գարե ջրատուն ռեստորանում տեղի ունեցած սպանության եւ մարմնական վնասվածք պատճառելու դեպքի առթիվ հետախուզում է հայտարարվել 1984 թվականին ծնված Ավետ Օհանջանյանի նկատմամբ, ովքեր որևէ տեղեկություն ունեն Օհանջանյանի գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին, տեղեկատու անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Որպես անայդ կորած որոնվում է Երևան քաղաքի բնակիչ 1975 թվականին ծնված Արմեն Հրաչի Ստեփանյանը, որը սեպտեմբերի 25-ին ժամը 10-ի սահմաններում տանից դուրս է եկել եւ չի վերադարձել։ Արմեն Ստեփանյանը տառապում է հոգեկան հիվանդությամբ։ Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Մալաթիայի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 39 97 74 հեռախոսահամարով։ Սեպտեմբերի 30-ին հերթական ուղիղ կապի հյուրն էր ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման եւ թույլտվության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Տիգրան Ամիրյանը, ում ուղղված հարցերի շրջանակը բազմազան էր։ Քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զենք ձեռք բերելու կարգի, անհրաժեշտ փաստաթղթերի ցանկի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոններից մինչև պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ։ Ուղիղ կապի ընթացքում ստացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։ Հիշեցնենք, որ քաղաքացիները կարող են ուղիղ կապի միջոցով ոստիկանության պաշտոնյաներին հարցեր ուղղել ամեն երեքշաբթի ժամը 14:30-ից մինչև 16:30 59 60 54 հեռախոսահամարով։ Ուղիղ կապի հերթական թեմայի վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի նախապես։ Սեպտեմբերի 30-ին Դինամո մարզական հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ Գառնիկ Հայրապետյանն ընդունեց քիքբոքսինգի աշխարհի առաջնության մասնակիցներին, որոնք սեպտեմբերի 21-ից 29-ը Ռուսաստանի Դաշնության Անապա քաղաքում մասնակցել են մարզաձևի աշխարհի առաջնությանը եւ վերադարձել մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալներով։ Գառնիկ Հայրապետյանը ողջունելով մարզիկներին եւ մարզիչներին ոստիկանության պետ գեներալ լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի անունից շնորհավորեց հաղթանակների կապակցությամբ եւ հանձնեց նվերներ։